Մղարդը Լոռու մարզի փոքրուին բնակավայրերից է, որը շրջապատված է անտառաշատ լեռներով։ Գեղեցիկ բնության գրկում գտնվող այս գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք տասնամյակներով լուծում չեն ստացել։ Առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրը ըստ Մղարդի վարչական ղեկավար Կամո Բաբաջանյանի ջրամատակարարման բացակայությունն է։ 90-ականներին էներգետիկ ճգնաժամի պատճառով պոմպերն անջատվեցին եւ մինչեւ օրս խմելու ջրի հարցը չի կարգավորվում։ Բնակիչներն օգտվում են 4 աղբյուրներից, որոնցից միայն մեկի ջուրն է պիտանի խմելու համար։ Մեծ խնդիր ջրի հարցն է, վաղուց մրցույթ է անցել, արդեն գործերն աշխատանքները սկսել են, բոլոր տների մոտ հաշվիչները դրված են, տեղադրված են, մնում է քարակի ջրից ենք օգտվելու, այսինքն դեղից պոմպով է բարձրանալու։ Պոմպի համար էլ էլեկտրաէներգիայի հարցն էր, հոսանքի հարցը, դա էլ պետք է նորից էլի մրցույթ անցկացվի, ինձ թվում է մի ամսից, 2 ամսից այդ մրցույթը կանցնի, այդ հարցն է կլուծվի։ Որոք մանջերի ստոլբեկը ընդհանրապես տնգիլտ են, որ ջուրը գագեվա, էներ չի գալի։ Որ եկուցելով ընտրութին նլիլտի նոր ստոլբեկը տնգիլտ են, որ ասեն աղբեջան ջուր ունեք։ Որ մարդիկ ջրի խաթեր մի աղբյուր կա բնական, են թաղիսը գնում են հնա հասում են թաղը, որ երկու վեզոր ջուր տանեն, որ մարդիկ ջուր խմեն։ Հիմնական խնդիրը ջրի խնդիրն է, որ դա լուծվի, մնացած հարցերը ինքն իրանով կլուծվի։ Գյուղացիների պնդմամբ իրեն կանգնած են եւս մեկ լուրջ խնդրի առաջ։ Դպրոցը փակվելու է եւ միանալու է արևածագ բնակավայրի կրթօջախին։ Կամո Բաբաջանյանը նշում է, բնականաբար գյուղացիները ուզում են, որ երեխաները սովորեն գյուղի դպրոցում, սակայն այդ հարցը իրենցից կախված չէ։ Արևածագի դպրոցի պետք է միանան 6-5 գյուղերը, ունենք 34 աշակերտ ունենք, բայց եթե խոշորացվում է, ինչ կարող ենք անել, ճիշտ է բողոքներ կլինի, բայց թե դա է։ Իմ կարծիքով պարզ բան է, որ բոլոր գյուղերը կուզենան թեկուզ ասենք 5-10 աշակերտներ կուզենան իրանց գյուղում լինի, բայց եթե խոշորացվում է, դա ասենք մեր գյուղը չի կախված, մեզանով չեն ամենակ։ Երիտասարդները լքում են գյուղը, աշխատատեղ չկա, գյուղատնտեսությունն էլ եկամտաբեր չէ։ Վարչական ղեկավարը համոզված է, եթե ջրի խնդիրը լուծվի, շատերը հետ կվերադառնան։ Մղարդի բնակչուհի Էլինա Մամաջանյանի խոսքով գյուղում ժամանակին շատ ակտիվ երիտասարդներ կային, իսկ հիմա գյուղը դատարկվում է։ Ժամանակ բնակչությունը ավելի շատ էր, ավելի հետաքրքիր էր օր անցնում, իսկ հիմա երիտասարդները քչացել են, ամենամեծ խնդիրը դա է, ու շատ կցանկանան, որ մեր գյուղի երիտասարդները նորից հետ վերադառնան։ Իսկ թվում է ջրի հարցը հենց լուծվեց, ընդհակառակը արդեն դրսից կգան արդեն այս տվյալ պահին ունենք 440 գրանցված բնակիչ, բայց բնակվում է փաստացի մոտավորապես 280, իսկ թվում է գոնե մի գնացածների կեսը հետ կգան։ Սուբվենցիոն ծրագրով կատարվել են ճանապարհաշինական որոշ աշխատանքներ, գյուղն ապահովել է գիշերային լուսավորությամբ։ Այնուամենայնիվ ամենակենսականը ջուրն է, որի առկայությունը կարող է փոխել գյուղի ժողովրդագրական պատկերը։ Այս տարին օրելի այս մեր վարչական տարածքի մշակույթի տունն է, տանիքի հարցն է, մրցույթի ինձ թվում է էլի մի ամսից 2 ամսից մրցույթի կտնեն, թարսն է կլուծվի, քանի որ արդեն ֆլվում է։ Մղարդում ջրամատակարարման խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Խմելու ջրի համար հերթեր են գոյանում, ռոռոկման ջրի համակարգի բացակայության պատճառով տուժում է գյուղատնտեսությունը, եւ այս շղթան հանգեցնում է հուսահատության եւ արտագաղթի։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ, գյուղ Մղարդ։